Ես Գագիկ եմ Խաչատրյան, Ապարանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության, սոցիալական հարցերի բաժնի պետը։ Ինչպես կարողացաք շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել ամանորյա ապարանի տեսքը, որովհետև ուժգին քամու հետևանքով ամբողջ զարդարանքը ավերվել էր։ Տեսակ թե ինչ ֆորս-մաժորային վիճակ էր, բայց փառք Աստծո, համայնքապետի ջանքերով ամբողջովի մոբիլիզացվեցին բոլոր ուժերը, ոչ միայն համայնքապետարանի, այլ համայնքի նաև այլ բնակիչների ու կարողացանք համարյա անհնարինը դարձնել հնարավոր։ Ձեր աչքի առաջ ինչ հրաշք, գեղեցիկ, լուսավորության, բազմագույն տոնական տրամադրություն ենք ստեղծել։ Ինչպես հասկացա, սա գլխավոր միջոցառումը չի, պարզապես տոնածառի լույսերը վառվեցին։ Այո, ճիշտ։ Ինչ է սպասվում ապարանի բնակիչներին, նոր տարվա օրը ինչ է սպասվում։ Մի փոքր ուղղակի միջոցառման մասին, միջոցառման հիմնական մեղավորները, այսպես ասած, դրանք մանկապարտեզի երեխաներն էին, որոնք աշխարհի 4 կողմերից եկած այդ սիմվոլիկ լույսը բարձրացրին մինչև տոնածառ եւ տոնածառի լույսերը վառեցին այս գեղեցիկ տպավորությունը ստանալու։ Բայց հիմնական միջոցառումը ամանորյա լինելու է դեկտեմբերի 31-ին երեկոյան, հրաշալի միջոցառում է լինելու մեծ համերգային ծրագրով, ամենավերջում ուղղակի հրաշք հրավառությամբ, շատ տպավորի, շատ գեղեցիկ միջոցառում է սպասվում, բոլորին, ովքեր ցանկանում են, սրտանց հրավիրում եմ մասնակցության։ Փոքրիկներին այսօր նվերներ բաժանեցինք, կարծում եմ նվերներ բաժանելը դեռևս կշարունակվի, այնպես որ մեր բոլոր փոքրիկները նվերներ կունենան։ Մեր վարչական տարածքներում, որտեղ նույնպես տոնածառներ են դրված, այնտեղ նույնպես երեխաներին նվերներ է բաժանվում, տոնական միջոցառումներ են նախատեսված, այս տոնականությունը ամբողջ համայնքի համար է։ Զարդարանքը ևս այլ համայնքներ ապարանի։ Այո, հատկապես խոշոր գյուղերը զարդարվել են բոլոր կենտրոնական փողոցները, փոքր գյուղերում տոնածառներ են դրվել, հրապարակային մասերում գեղեցիկ կոկիկ սիրուն զարդարանքներ են ստացել, այնպես որ համայնքի բոլոր փոքրիկները հնարավորություն ունեն ամանորի գիշերը իսկական տոնական տրամադրություն ունենալու։ Բոլորին մաղթում եմ լավագույնը, ուրախ նոր տարի, երջանկություն, ամենակարևորը խաղաղություն, մեզ բոլորիս համերաշխություն եւ նպատակասլաց հետեւողական աշխատանքով Հայաստանը այս մեր ճկնաղ ապարանի նման արագ քայլերով զարգացում